Մոտ 300,000 աշխատատեղ ենք ստեղծել։ Ապահովելու ենք 300,000 նոր աշխատատեղ։ Բարև ձեզ, 300,000 նոր աշխատատեղ ընտրություններից առաջ, 300,000 նոր աշխատատեղ էլ ընտրություններից հետո։ Սրանք Հայաստանում իշխանության եւ ընդդիմության նախընտրական հիմնական ուղերձներից են ընտրություններին ընդառաջ։ Սրանցից որքանն է ճշմարիտ եւ իրատեսական, այլ խոսքով ինչքանն է փաստ, ինչքանը փուստ, կպարզենք փաստ թե փուստ հաղորդման այսօրվա թողարկմանը։ Հունվարի 20-ին մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ ընտրություններում հաղթելու դեպքում իրենք Հայաստանում ստեղծելու են 300,000 նոր աշխատատեղ։ Կարճ ժամանակ անց նրան պատասխանում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը։ Նա նշում է, որ իրենց իշխանության տարիներին իրենք արդեն գրեթե 300,000 աշխատատեղ ստեղծել են։ Այս հայտարարություններին անդրադառնալու ենք ժամանակագրական հերթականությամբ, այսինքն ինչ է արվել եւ ինչ են խոստանում։ Տարբերությունը 281,234 է։ Այսինքն մենք ըստ էության հեղափոխությունից մինչ օրս եւ դա ամեն ամիս շարունակվող տնի 281,000 աշխատատեղ են ստեղծել, մոտ 300,000 աշխատատեղ են ստեղծել։ Թորոսյանն ինքն էլ նշում է, որ այս աշխատատեղերի մի մասը ստվերից դուրս բերված աշխատատեղերն են, այսինքն Փաշինյանի իշխանության գալուց հետո մարդիկ չգրանցված աշխատանքից անցել են գրանցված աշխատանքի կամ գրանցել են իրենց աշխատանքը։ Երկրորդ նրբությունն այն է, որ չպետք է շփոթել աշխատատեղերի քանակը աշխատողների քանակների հետ։ Սրանք մոտ թվեր են, սակայն որոշակի տարբերություն կա, որովհետև կան մարդիկ, որոնք ունեն երկրորդ, երրորդ, չորրորդ աշխատանք։ Բայց աշխատողների վիճակագրությունը հետաքրքիր է այնքանով, որ այն բաժանված է ըստ ոլորտների եւ կարելի է տեսնել, որ Փաշինյանի կառավարման ընթացքում ավելացած 280,000 նոր աշխատողների թվում ամեն չորրորդը առևտրի եւ մեքենաների նորոգման ծառայությունների ոլորտում է, դրա կեսի չափ էլ մշակող արդյունաբերության մեջ։ Այսինքն կարելի է ենթադրել, որ այս աշխատատեղերի մի մասը ստեղծվել է նույն այդ ստվերից դուրս գալու արդյունքում, այսինքն աշխատատեղերը գրանցելու արդյունքում։ Բայց աշխատատեղերի թվի աճի տվյալները հետաքրքիր համադրության մեջ են մտնում զբաղվածության թվի աճի հետ, մասնավորապես եթե 2018 թվականից սկսած աշխատատեղերի թվի աճը եղել է մոտ 280,000, ապա զբաղվածության թվի աճը շատ ավելի համեստ է եղել։ Զբաղվածության տվյալները հաշվարկվում են տարեկան, 2018-ից 2024 թվականներին այդ տարբերությունը եղել է 130,000, այսինքն այդքանով ավելացել է զբաղվածների թիվը։ Հիմնական շարժը եղել է մի քանի ոլորտներում, օրինակ 65,000 մարդ թողել է զբաղվածությունը գյուղատնտեսությունում։ Եվս 42,000 մարդ ավելացել է առևտրի եւ մեքենաների նորոգման ոլորտում։ Մյուս ոլորտներից զգալի աճել են տեղեկատվական տեխնոլոգիաները, հանրային սննդի եւ կացության կազմակերպումը, ինչպես նաեւ կրթությունը։ Այս երեք ոլորտներից յուրաքանչյուրը զբաղվածների իր թիվը ավելացրել է մոտ 18-ից 25,000-ով։ Ստացվում է ընդհանուր հաշվարկում, որ մոտ 150,000 մարդ այս կամ այն կերպ փոխել է իր զբաղվածությունը եւ այս մարդկանց փոփոխությունները, օրինակ գյուղատնտեսությունից տեղափոխվել են առևտուր կամ այլ ուղղությամբ, այս մարդկանց փոփոխությունները գրանցվել են որպես նոր աշխատատեղեր եւ սա պետք է հաշվի առնել այս հաշվարկը կատարելիս։ Հիմա անցնենք ընդդիմադիր ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական խոստմանը նոր աշխատատեղեր հիմնելու մասին։ Մենք 5 տարում ապահովելու ենք 300,000 նոր աշխատատեղ մեր երկրում, մեր երկրի բոլոր շրջաններում։ Վիճակագրական կոմիտեի ամենաթարմ տվյալներով, որոնք վերաբերում են 2025 թվականի 3-րդ եռամսյակին, Հայաստանում կա մոտ 161,000 գործազուրկ։ Սրանք այն մարդիկ են, որոնք փնտրել են աշխատանք եւ պատրաստ են անմիջապես 2 շաբաթվա ընթացքում անցնել աշխատանքի։ Նրանցից բացի կան մարդիկ, որոնք փնտրել են աշխատանք, բայց պատրաստ չեն անցնել աշխատանքի, կամ հակառակը, պատրաստ են անցնել աշխատանքի, բայց չեն փնտրել աշխատանք։ Այս մարդկանց խումբը եւս այս 2025 թվականի 3-րդ եռամսյակի դրությամբ մոտ 71-72,000 է։ Եթե այս երկու խմբերը գումարենք, կստացվի մոտ 232-233,000 մարդ, որոնք այս կամ այն կերպ կարող են մտնել աշխատաշուկա եւ զբաղեցնել այն աշխատատեղերը, որոնք խոստանում է ուժեղ Հայաստան կուսակցությունը, բայց նույնիսկ այդ դեպքում 230,000 մարդիկ շատ ավելի քիչ են, քան խոստացված 300,000 աշխատատեղերը, եւ եթե ուժեղ Հայաստան կուսակցությունը փորձի կատարել իր նախընտրական խոստումը, ապա ստիպված է լինելու ոչ միայն իսպառ վերացնել գործազրկությունը, բոլոր գործազուրկներին ներկայացնել աշխատանքի, այլև այն մարդկանց, որոնք պոտենցիալ աշխատուժ են, նույնպես ներգրավել աշխատանքի եւ դրանից բացի մոտ 70,000 մարդու եւս համոզել, որ իրենց պետք է աշխատանք եւ իրենք պետք է աշխատեն։
Աշխատատեղերի մասին իշխանության եւ ընդդիմության պնդումների ու խոստումների համատեքստում մենք ձեզ ներկայացրինք եւ հայտարարությունները եւ պաշտոնական վիճակագրությունը։ Դուք որոշեք ինչն է փաստ, ինչը փուստ։